Շնորհակալություն, պարոն Պողոսյան, շնորհակալություն տարեկան հաղորդումը ներկայացնել այս կողմն տարեկան հաղորդումը ներկայացնելու համար։ Իհարկե այս տարեկան հաղորդման մեջ ձեր որպես կառույցի ղեկավար ընդհանրապես շատ կարճ ժամանակահատվածն է, բայց ամփոփելով ամբողջ կոմիտեի գործունեությունը, պիտի ուղղակի իմ գործընկերոջ հարցի շարունակությունը տամ կադրերի հետ կապված, ոչ թե անդրադառնանք քրեական գործերին, վարույթներին կամ կոնկրետ դրվագներին, այլ կուզեի իմանալ կոմիտեում կադրերի հոսունության վիճակի մասին, որովհետև օրենսդրական փոփոխությունները, որ նախորդ տարի կատարվեցին, նպատակը այն էր, որպեսզի բարձրացնեն կոմիտեում աշխատանքի գրավչությունը եւ նաեւ այն թոշակային համակարգը, որ ներդրվեց 20 տարի քննիչի աշխատանք իրականացնելու դեպքում թոշակի իրավունքի ձեռքբերումը ըստ էության նպատակ էր հետապնդում հոսունությունը կանգնեցնել, կուզեի իմանալ ձեր տեսակետը արդյոք դրական տեղաշարժ այս առումով նկատել եք հոսունության կանգ կա եւ նոր կադրերի հետաքրքրություն կա համակարգի նկատմամբ, չնայած որ ըստ ես հաղորդմանն էլ քննիչի տարեկան զբաղվածությունը մոտավորապես տարեկան 320 մոտավորապես գործ է, ինչը նշանակում է, որ դեռ ծանրաբեռնվածությունը կա եւ արդյոք նոր քրեադատավարական օրենսգիրքը եկավ ավելի հեշտացնելու, այսպես պատկերավոր ասած, քննիչների կյանքը գործունեության իմաստով, թե ավելի բարդացրեց հաշվի առնելով, որ կասեցված նախկին գործերը, այն նախկինում կասեցված գործերը իրենք համարվում են վերաբացված գործեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Տիգրանյան, ես նշեմ ու ցավով եմ նշում, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ըստ էության նախկինում, երբ որ մենք համապատասխան գործիքակազմ ունեինք, որը որ նպաստում էր քննիչի աշխատանքի թեթևացմանը ըստ էության, նվազեցմանը, հիմա որոշ այդ գործիքակազմից զրկվել ենք եւ հետեւաբար ավելացել է նաեւ քննիչի ծանրաբեռնվածությունը, մասնավորապես։ Նախկինում դուք գիտեք, որ քրեական գործի հարուցման հարցի լուծման փուլ կար, այսպես ասած նյութերի նախապատրաստման փուլ, որը որ 10-օրյա ժամկետում քննիչը քրեական գործ հարուցելու մասին որոշում էր կայացնում կամ մերժելու մասին որոշում էր կայացնում։ Հիմա այս փուլը այլևս գոյություն չունի։ Եվ քննիչը արդեն իսկ պետք միանգամից այն դեպքերով, երբ որ օրինակ նախկինում 10-օրյա ժամկետի մեջ կարող էր հանգել հետևության, որ քրեական գործ հարուցելու հիմք չկա, մերժում էր։ Իսկ հիմա մենք պարտադիր քրեական վարույթ ենք նախաձեռնում եւ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո արդեն ձեռնամուխ ենք լինում նախաքննության կատարմանը։ Այսինքն սա բերել է քրեական վարույթների զգալի քանակական աճին, սա մեկ։ Երկրորդը մենք նախկինում օրենսդրական կարգավորում կար, երբ որ օրինակ չբացահայտված դեպքերով կասեցման որոշում էր կայացնում, հիմա այդ գործիքակազմից զրկվել ենք։ Բոլոր քրեական վարույթները կասեցման հասկացություն չբացահայտման հիմքով չկա։ Ավելին ասեմ, անցումային դրույթների ուժով Տիկին Տիգրանյան, մենք տասնյակ հազարավոր քրեական վարույթներ, որոնք որ նախկինում կասեցված են եղել, այդ վարույթները վերսկսել ենք։ Սա հսկայական աշխատանք է։ Պատկերացրեք ստորաբաժանում տասնյակ հազարներով վարույթներ միայն որոշում կայացնելը։ Սա բնականաբար բերել է քննիչի աշխատանքի զգալի աշխատանքի ավելացմանը, հետևաբար նաև այս առումով ես այլ մանրամասներ չնշեմ, քննիչի նոր օրենքը ըստ էության նաև քննիչի ծանրաբեռնվածությունը զգալիորեն բարձրացրել է։ Ավելին ասեմ, հիմա քրեական հետապնդման հարուցման պահից արդեն հստակ ժամկետներ են հոսում եւ սա նաև բերել է զգալի քննիչի պատասխանատվության բարձրացմանը։ Իհարկե նոր քրեական դատավարության օրենսգիրքը նաև այլ դրական շատ ավելի դրական կողմեր էլ ունի, որոնց դրանց մասին արդեն գիտեք, հենց այդ ժամկետների պատասխանատվության հստակեցման առումով, ժամկետների առումով քննիչի պատասխանատվությունը զգալիորեն բարձրացել է։ Ինչ վերաբերվում է կադրային քաղաքականության հետ կապված Տիկին Տիգրանյան, նշեմ թվային տվյալներ, օրինակ ծառայությանը նշանակվել անցած տարի քննիչի տեխնացուների ցուցակում ընդգրկված 118 տեխնացու, որից 29-ը եղել են կոմիտեում նախկինում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, զբաղեցած պաշտոնից ազատվել է 84 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որից 75-ը գրավոր դիմումի հիման վրա, 4-ը պաշտոնից ազատվել է կարգապահական տույժ նշանակվելու հիմքով, ժամանակը սպառվեց, կներեք։ Համեցեք արձագանք։ Շնորհակալ եմ պարոն Պողոսյան պատասխանի համար, ես օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ձեր դիտարկումների հետ մեծի մասամբ համաձայն եմ եւ արձագանքելու հնարավորություն տալու համար նաև մի դիտարկում էլ, եթե
տեսակետ կունենաք, խնդրեմ դրա վերաբերյալ ասեք։ Մեր քրեական գործերը հարուցելու ընթացքում մենք տեսնում ենք, որ քրգործերը հարուցվում են ըստ էության դրա մասին տեղեկությունը տարածվում է ձերբակալությունների մասին իմանալով։ Իմ դիտարկմամբ կամ կարծիքով մեր քրեական գործերը պիտի ավարտվեն անձի ազատությունը սահմանափակելով, մինչդեռ մեր process-ները գնում են հակառակ ուղղությամբ, այսինքն երբ կա ողջամիտ կասկած եւ ողջամիտ կասկածի հիմքով արդեն տեղի ունենում անձի ազատության սահմանափակում, կլինի ձերբակալում, թե հետո կալանավորում, ինչը իհարկե բացասական ռեզոնանս է ունենում հասարակության մեջ եւ մենք էլ այդքան չենք ողջունում, բայց քրեական գործի ավարտը պիտի լինի արդեն որպես կայացած մեղադրական եզրակացություն դատախազի որոշմամբ հաստատված, դրան հաջորդի արդեն անձի ազատության սահմանափակումը։ Ինչ է ձեր տեսակետը այս մասին, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Տիգրանյան, նշեմ, որ եթե ուշադրություն եք դարձրել քննչական կոմիտեում, երբ որ հրապարակումներ է տեղի ունենում քրեական վարույթների հետ կապված, մենք հիմնականում հրապարակում ենք այն քրեական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն, երբ որ արդեն մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը ավարտել ենք, նախաքննությանը ծանոթացրել են դատավարության մասնակիցները եւ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել ենք հսկող դատախազին, որպեսզի վերջինս գործը ըստ էության քննություն կատարելու համար ուղարկի դատարան։ Այս փուլում ենք հաղորդագրություն տարածում։ Իհարկե դրանից նաև բացառություններ կան, բնական է դա, երբ որ օրինակ հանրային հնչեղություն ունեցող դեպքեր կան, չգիտեմ, մամուլում, զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստանում այդ դեպքը եւ քննչական կոմիտեն ստիպված է լինենում արձագանքել այդ դեպքերին, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի։ Այսպես դեպքեր են լինում, այս մասով սա եւ կողմ եմ բնականաբար, որպեսզի հենց քրեական վարույթը երբ որ դատարան է գնում մեղադրական եզրակացությամբ, այսինքն քննիչը իր գործողությունը կատարել է, այդ ժամանակ նաեւ հարությանը տեղեկատվություն տրամադրվի։